Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը, վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը և ընդգծել կառավարության հանձնառությունը խորացնելու և ընդլայնելու գործակցությունը բոլոր ուղղություններով։ Կուպմանն էլ իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները, ընդգծելով, որ Եվրոպական միությունը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր։ Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացքի փուլին, նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող խնդիրներին, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցերի։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Գերմանիայում էր, որտեղ կայացել է նրա հանդիպումը Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն գործակցության հիմնական ուղղությունները և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Երկուստ էլ պատրաստակամություն են հայտնել նոր թափահորթել գործակցությանը երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդների նշանակմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի։ Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի Ակաշ զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը, այս մասին հաղորդում է պաշտպանական ոլորտում մասնագիտացված հնդկական լրատվամիջոցը։ Նշվում է, որ այս գործարքը 2022 թվականին Հայաստանի հետ մոտ 710 միլիոն դոլար արժողությամբ Ակաշ տեսակի 15 համակարգերի գնման վերաբերյալ գործարքի մաս է կազմում։ Ակաշ համակարգի մատակարարումը բարձրացնում է Հայաստանի հոբ կարողությունները տարածաշրջանային սպառնալիքների, հատկապես կործանիչների և անօդաչու թռչող սարքերի դեմ։ Ակաշը երկիր օդ դասի հրթիռ է, որը կարող է խոցել կործանիչներ, թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր մինչև 25 կիլոմետր հեռավորության վրա։ Օրենսդիրում քննարկվել են դատախազության, քննչական և հակակոռուպցիոն կոմիտեների տարեկան զեկույցները։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանից ու նրա ընտանիքից ապօրինի ծագման գույքի բռնագանձման պահանջին։ Ազգային ժողովում շարունակվում են քննարկվել դատախազության, քննչական և հակակոռուպցիոն կոմիտեների տարեկան զեկույցները։ Հայաստանի գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, խոսքն ուղղելով խորհրդարանական ընդդիմությանը, հարցրեց, թե ինչու են խաբում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և սուտ պատրանքներ ներարկում։ Այդ դուք չէիք, որ այստեղ միտինգներ եք անում հանրապետության հրապարակում, ամեն ինչ անում եք, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը լքի իրենց հայրենի հողը, չպայքարի իրենց իրավունքների համար, գա Հայաստան, ավելի կոնկրետ Հայաստանի Հանրապետության հրապարակ, ավելի կոնկրետ կառավարության դիմացի ձեր միտինգներին։ Դրանից այն կողմել ոչ կարելի է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին։ Այդ մարդկանց չթողեցիք իրենց իրավունքների համար պայքարեն, բերեցիք Հայաստանի Հանրապետություն, հիմա էլ հելել եք իրանց վերադարձի մասին եք խոսում։ Թիրախ դարձնել հայ ժողովրդին, լուծել սեփական, քաղաքական և սեփական հարցերը, դա ձեր քաղաքական կոդն է, ասաց Արթուր Հովհաննիսյանը։ Խոսելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին, Արթուր Հովհաննիսյանը վստահեցրեց, թե իրենք չեն գնացել վենդետաների և ունեցվածք խլելու ճանապարհով, ինչպես ժամանակին արել են նախկին նախագահները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ըստ նրա, ներկայիշխանությունը ստեղծել է մեխանիզմ, որը չի ճանաչում անուն, ազգանուններ, տարեթվեր, պաշտոններ ու ծանոթներ։ Կենտրոնում, որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում ես վեր է խոյանում Գագիկ Խաչատրյանի շքեղ դղյակը, որը կարծես կոռուպցիա եւ թալանի հուշարձանը լինի Երևանի կենտրոնում։ Մանումենտով բարձրանում ես ձախի վրա, տեսնում ես ազգային ժողովի կերպարով Հովիկ Աբրահամյանի տունը, որ լոլիկներով էր կառուցել, կարծես թե։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ իր ելույթում ողջունեց, որ ազգային ժողովին դիմադիր թևը լիովին եւ ամբողջությամբ ընդունել է Հայաստանի Հանրապետության գաղափարախոսությունը։ Ըստ նրա, իրական Հայաստանի գաղափարախոսությունը տոտալ հաղթանակ տարավ, ընդդիմությունն այդ հաղթանակի վառ վկայությունն է։ Մեր ընդդիմադիր թևը այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք Հայաստանի Հանրապետությունից դուրս են, խոսում է միայն Հայաստանի Հանրապետության ներսի խնդիրների մասին, այնպես որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում կարելի է ասել, տենց մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ, ու մեր ընդդիմությունը այդ հաղթանակի վառ վկայությունն է։ Բայց մեր ընդդիմադիր գործընկերները կարողանում են ցավոք սրտի արժեզրկել ու ոչնչացնել ցանկացած մի բան, ինչի հետ փորձում են առնչվել։ Առաջինը
դա անում են այս պահի դրությամբ ամենաշատը անում են հակակոռուպցիոն պայքարի հետ կապված։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելուն, առաջարկելով անատոմիական վերլուծության ենթարկել ընդդիմության քաղաքական անցյալը։ Անատոմիական վերլուծության ենթարկենք ձեր իշխանության կոռուպցիոն դեմքը եւ սկսենք այն բանից, որ պարոն Մինասյան, երբ որ դուք կառավարությունում աշխատում էիք նախարար, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ էկոնոմիկայի նախարար էիք, Հայաստանում ստեղծվել էր այդ ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ։ Եվ ահա այդ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ոչ ավել, ոչ պակաս գլխավորում էր Հովիկ Աբրահամյանը։ Մարդ, որից այսօր ապօրինի գույքի բռնագազման մասին օրենքով միլիարդներ են պահանջում։ Եվ դուք այդ ժամանակ այդ կառավարության անդամ էիք, պարոն Մինասյան։ Հասկանում եք։ Դուք ասենք ոնց որ բանին գառներին պահտան գայլին ասեն դե պահի հանկարծ որևէ մեկը բան չանի։ Էսա ձեր հակակոռուպցիոն քաղաքականություն։ Ըստ Կոնջորյանի ընդդիմությունը ցանկացած դրական օրակարգի դեմ կռիվ է տալիս Խաչակրաց Արշավանքյանում։ Ցանկացած դրական օրակարգից այսահարվում է։ Հաջորդիվ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ազգային ժողովում եզրափակիչ ելույթում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանից ու նրա ընտանիքից ապօրինի ծագման գույքի բռնագանձման պահանջին, հայտնելով, որ գլխավոր դատախազությունը Ռոբերտ եւ Բելա Քոչարյաններից, Սեթրա Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով Հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն էլ ներկայացրեց անչափահասների կողմից կատարված հանցագործությունների հետ կապված վիճակագրությունը, ըստ որի 2024-ին քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին որոշում է կայացվել 127 անչափահասի վերաբերյալ ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Քննված վարույթների շրջանակում ձերբակալվել է 69 անչափահաս, որոնցից 58-ը հետագայում ազատվել է։ Դատարան ներկայացվել է 11 միջնորդություն կալանքի վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 6-ը մասնակի։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մանրամասներ ներկայացրեց նաև 2020 թվականին այդ ժամանակ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործից, ըստ որի այս պահին արդեն իսկ կան մեղադրական դատավճիռներ։ Նախորդ տարի Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձ կատարելու վերաբերյալ դրվագով 1 անձ կալանավորվել է։ Ներկայումս ակտիվ քննչական գործողություններ են կատարվում։ Ուզում եմ նշել, որ դրանով բազմաթիվ համակարգված եւ բազմաբնույթ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ է իրականացվել ազգային անվտանգության ծառայության կողմից առանձին հատվածներում անձանց անհատականացնելու, նույնականացնելու, կազմակերպիչներին եւ դերակատարներին պարզելու ուղղությամբ մեծածավալ գործողություններ է կատարվել։ Ներկայումս ես ուզում եմ այնպես պատասխանեմ ձեր հարցին, որպեսզի նախաքննության բնականոն ընթացքին չխոչընդոտեն, ներկայումս հավաստիացնում եմ, որ այս շաբաթ հենց հիմա նաև այդ գործով քննչական ստորաբաժանումը կատարում է պլանավորում է անհետաձգելի քննչական գործողություններ եւ շուտով արդյունքներ կունենանք, որովհետեւ ի պատիվ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ անձանց չպարզաբանված անձանց արդեն նույնականացվել ենք։ Իսկ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հիշեցրեց հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը, որից հետո նրա խոսքով մեր երկիրը գահավիժեց, սկսվեցին մեր բոլոր անհաջողությունները։ Դրանցից հետո եղավ եւ մարտի 1, եւ քառօրյա պատերազմ, եւ 44-օրյա պատերազմ, եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի իրադարձություններ, որոնք նույն բովանդակությունն ունեն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ Պարզապես այդ օրը չկարողացան գտնել Նիկոլ Փաշինյանին, փոխարենը գտան Արարատ Միրզոյանին։ Մարտի 1-ի զեկույցները մնում են շատ ակտուալ, որտեղ ուզենք թե չուզենք, մարտի 1-ի զեկույցները դեռ իրենց արժանի ոչ միայն գնահատականը չի ստացել, այլ դատարաններում դատաքննության փուլում չի պարզաբանվել
038 հրամանը, նրա մեջ ներգրաված զինված ուժերը, այն պաշտոնյաները, որոնք որոշումներ են կայացնում, արտակարգ դրության ժամանակ թե ոչ, այն նախարարները, որոնք լքեցին Հայաստանը, մինչև հիմա չենք կարող գտնենք։ Ուր է Միխայել Հարությունյանը, գնացեք, եկեք գտնենք։ Պաշտպանության նախարարները, որոնք երկիրը պիտի պաշտպանեն, փախան։ Վիգեն Սարգսյան, Միխայել Հարությունյան, Արշակ Կարապետյան, այս ինչ աղետ է, այս ինչ փորձանք։ Քանի որ ես բոլոր գործերին ինչ որ չափով ի պաշտոնը ունեցել եմ առնչություն, խորհուրդ եմ տալիս ձեզ քննչական խումբը, որը հոկտեմբերի 27-ով զբաղվել է այս գործով, պարոն Գագիկ Ջանգիրյանի գլխավորությամբ, այնտեղ բարձրակարգ քննիչներ են եղել, ես մի քանիսի անուն տվել եմ, որպես խորհրդատուներ կանչեք, նրանք այնպիսի ինֆորմացիա են տիրապետում, որ ոչ միտեղ չեք գտնելու։ Ծառայել 1 ամիս եւ վճարել 20 միլիոն դրամ։ ԿՊ խմբակցության падգամավորն իր հեղինակած նախագծով առաջարկում է ժամկետային զինծառայության ընտրության 3 տարբերակ։ Փոփոխությունների արդյունքում պետբյուջե մուտքագրվող լրացուցիչ գումարների մի մասն առաջարկվում է ուղղել պարտադիր զինվորական ծառայության անցնող շարքային զինծառայողների դրամական ապահովության բարձրացմանը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է, որպեսզի ազգությամբ հայ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող Արական Սեռի անձինք հնարավորություն ունենան մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքն անցնելը ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, անցնելով կրճատված ժամկետով ծառայություն կամ դրա փոխարեն պետական բյուջե վճարելով օրենքով սահմանված գումար։ Առաջարկն ուղղված է հատկապես Վրաստանի, Միացյալ Նահանգների եւ այլ երկրների հայ համայնքի երիտասարդներին, որոնք ապրելով Հայաստանում մնում են օտարերկրյա քաղաքացիներ եւ չեն ենթարկվում պարտադիր զինվորական ծառայության։ Նրանց մեծ մասը ցանկանում է ստանալ քաղաքացիություն, սակայն քաղաքացիություն ստանում է միայն 27 տարի լրանալուց հետո, որպեսզի ազատվի 2 տարի պարտադիր զինվորական ծառայության պարտավորությունից։ Առաջարկում եմ նրանց տալ հնարավորություն եւ ասել դուք մի սպասեք ձեր 27 տարի լրանալը, դուք այսօր դարձեք Հայաստանի քաղաքացի եւ ունենաք հնարավորություն ծառայել 2 տարվա փոխարեն 1 տարի կամ պետությանը պետական բյուջե վճարել սահմանված գումարը, ինչը մենք կծառայեցնենք բանակի կարիքների համար եւ ունենանք ավել մեկ զորակոչիկ կամ պայստազորային իդեմս այն մեր հայրենակցի, ով կգա եւ կդառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Պատգամավորը ներկայացրեց վիճակագրական տվյալներ նշելով, որ 2020-ից 24 թվականների ընթացքում 8721 քաղաքացի հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից մինչև 18 տարեկանը։ Նույն ժամանակահատվածում 42000 Արական Սեռի անձ ստացել է Հայաստանի քաղաքացիություն, սակայն նրանցից միայն մոտ 7%-ն է դա արել մինչև 27 տարեկանը։ Գերակշիռ մասը սպասում են, որպեսզի իրենց 27 տարի լրանա, որպեսզի պարտադիր զինվորական ծառայություն չանցնեն։ Իմ առաջարկը նաև կխրախուսի, որպեսզի նրանք ավելի շուտ դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ չսպասեն մինչեւ իրենց 20 տարի լրանալը, քանի որ հաճախ եթե մենք այդ հնարավորությունը չտանք 20 տարի լրանալուց հետո հնարավոր է այդ ցանկությունը այս քաղաքացիների մոտ, այս անձանց մոտ ովքեր քաղաքացի չեն վերանա։ Սարգսյանն առաջարկում է ժամկետային զինծառայության ձևաչափի ընտրության հնարավորություն 18 տարին լրացած քաղաքացիների համար։ Օրենսդրական փաթեթը ներկայացնելիս Հայկ Սարգսյանն առաջարկեց կրճատված ժամկետով ծառայության հնարավորությունը տրամադրել նաև 18 տարին լրացած քաղաքացիներին։ Ներկայում նման տարբերակով կարող են օգտվել միայն 27 տարին լրացած եւ պարտադիր ծառայությունից խուսափած անձինք։ Նրա խոսքով ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ 3 տարբերակներից որևէ մեկը՝ ծառայել 24 ամիս եւ ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս եւ պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս եւ պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցների մի մասը ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովության չափերի բարձրացմանը։ Ներկայումս շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինծառայողները ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում։ Փոփոխությունների արդյունքում պետբյուջե մուտքագրվող լրացուցիչ գումարների մի մասն առաջարկվում է ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային զինծառայողների դրամական ապահովության բարձրացմանը։ Ըստ падգամավոր Հայկ Սարգսյանի վերջին 20 տարիների տվյալներով զորակոչի ենթակա քաղաքացիներից ծառայության է անցնում միայն 30-ից 40%-ը։ Ծառայության ժամկետի երկար տևողության, տարածաշրջանային անվտանգային միջավայրով եւ մի շարք այլ գործոններով պայմանավորված մեծ թվով քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից հետևյալ քայլերով։ Առաջին. մինչև 18 տարի լրանալը հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Նշեմ, որ 2020-ից 2024 թվականների ընթացքում Արական Սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։ Երկրորդ. մեկնում են Հայաստանի Հանրապետությունից բուժման
ուսման կամ այլ նպատակով եւ մինչեւ 27 կամ 37 տարին լեռնանալը չեն վերադառնում։ Նշեմ, որ 37 տարին դա վաղնության ժամկետն անցնելու տարիքն է։ Նախագծի հեղինակի խոսքով 2010-ից 24 թվականներին քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով զորակոչից խուսափելու դեպքերով հարուցված 2500 գործ կարճվել է հենց վաղեմության հիմքով։ Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների եւ տարկետում ստացողների ավելի քան 80%-ը համապատասխան տեղեկանքներ են ներկայացրել առողջական խնդիրների հիմքով։ Զինվորական ծառայությունից զորացրված երիտասարդները, որոնք դժվարանում են ինտեգրվել աշխատաշուկային, կարող են օգտվել պետության կողմից մշակված հատուկ աջակցության ծրագրից։ Այն ներառում է մասնագիտական ուսուցում, պրակտիկա եւ ֆինանսական աջակցություն, որոնք կնպաստեն կայուն զբաղվածությանը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով ծրագիրը շարունակվում է, արձանագրվում է դրա նկատմամբ զգալի հետաքրքրություն։ Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված եւ գործազուրկ քաղաքացիները կարող են օգտվել պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրից, որն ուղղված է նրանց մասնագիտական վերապատրաստմանը, պրակտիկայի անցկացմանը եւ կայուն աշխատանք գտնելուն։ Այս մասին ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Նրա խոսքով ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հուլիսին եւ նախատեսված է այն երիտասարդների համար, որոնք զորացրվելուց հետո դժվարանում են ինտեգրվել աշխատաշուկային, գիտելիքների կամ փորձի պակասի պատճառով։ Ծրագիրը բաղկացած է 3 հիմնական բաղադրիչից։ Առաջի բաղադրիչը դա ուսուցման բաղադրիչն է, երկրորդ բաղադրիչը դա պրակտիկա է եւ երրորդ բաղադրիչը դա մեր մոտ միանավակ աջակցության տեսակն է։ Հիմա եթե անդրադառնանք առաջի բաղադրիչին, բոլոր դեպքերում երկու կողմն է որոշում, որ բաղադրիչով են առաջնորդվելու, հա, գործատու եւ ապագա աշխատող հանդիպման արդյունքում որոշում ուսուցում կամ պրակտիկա կամ երրորդ մոդելը։ Ուսուցման պարագան որոշելիս գործատուն եւ աշխատողը միասին են որոշում, որ սկզբից որտեղ սովորել, ինչ սովորել, որ գործատուն հետո պարտավոր լինի աշխատանքի վերցնել։ Պետությունը իր կողմից ուսման ծախսն է փոխհատուցում 5 ամսվա, յուրաքանչյուր ամիսը մինչև 50,000 դրամ եւ նաեւ կրթաթոշակ է տալի, դա գալիս է մոտ 32,500 դրամ։ Երկրորդ բաղադրիչն էլ պրակտիկան է, այսինքն եթե գործատուն կարծում է, որ շահառուն ունի անհրաժեշտ տեսական գիտելիքներ, բայց չունի փորձ, ապա կնքում է 1 տարվա աշխատանքային պայմանագիր, որի շրջանակում պետությունը տրամադրում է աշխատավարձի չափով ֆինանսավորում, սկսած նվազագույն աշխատավարձից մոտ 100,000 դրամ եւ հաջորդող 9 ամիսների ընթացքում հարկերի փոխհատուցում մինչեւ 50,000 դրամ։ Երրորդ բաղադրիչը դա միանվագն է։ Եթե դա հիմնականում օգնում գործատուն է նաև կամ աշխատատեղ ստեղծել կամ հարմարեցնել գիտելիքները, ինչը պահանջը համապատասխանում է շահառուի մոտ, բայց հարմարեցման կամ որոշակի խնդիրներ լուծելու համար մոտիվացնելու նաև գործատուն աշխատողին վերցնելու տրամադրում է 300,000 դրամ մի պայմանով, որ աշխատանքային պայմանագիրը կտևի աշխատանքային հարաբերություն կտևեն 12 ամիս։ Եվ գործատուն է որոշում սկզբից վերցնել գումարը, թե 12 ամիս անցնելուց հետո։ Սարգսյանի խոսքով ծրագիրը մշտապես կատարելագործվում է, հաշվի առնելով շահառուների, գործատուների եւ Պաշտպանության նախարարության հետ աշխատանքային քննարկումների արդյունքները։ Ըստ փոխնախարարի 2022 թվականին ծրագիրը նախատեսված էր 200 շահառուի համար, սակայն ընդգրկվել են 270-ից ավելի անձինք։ Հաջորդ տարի ունեցել ենք 526 շահառու, այսինքն 23 թվականին 24 թվականին ունեցել ենք 321 շահառու, չնայած նախատեսել ենք 275 շահառու եւ այս տարի մենք նախատեսել ենք արդեն 500 շահառուի համար ծրագիր եւ դեռ այս պայծառությամբ ունենք 75-ը բնական է։ Փորձը ցույց է տալի, որ տարվա ընթացքում շահառուների թիվը մեծանում է։ Սարգսյանի խոսքով աճող հետաքրքրությունը խոսում է ինչպես հանրության իրազեկվածության բարձրացման, այնպես էլ զորացրված երիտասարդների մոտիվացիայի մասին։ Վերջին տարիներին շահառուների նախընտրած ոլորտները զգալիորեն փոխվել են։ Եթե առաջի 22 թվականին SMM-ի մասնագետների պահանջարկը չկար, այդքան էլ չէր զգացվում կամ էլ, ապա հիմա արդեն 2024-ից սկսած մեր մոտ այդ մասնագիտությունը գտնելով պահանջարկը մեծանում է։ IT ոլորտի 3D մոդելավորման մասնագետներ, կահուկագործ կամ այլ մասնագիտություններ, որոնք միջին մասնագիտական կրթություն են պահանջում կամ գիտելիք են պահանջում, իրականում աշխատաշուկան բակը մեծ պահանջարկ ունի միջին մասնագիտական կրթություն ունեցողների, դա լինի լավ զոդող, տաք պատշար
դա բոլոր դեպքերում մասնագիտություններ են եւ երիտասարդներ գնալով դա են ընտրում։ Ծրագրի ընթացքում իրականացվում է վերահսկողություն, որպեսզի բացառվեն չարաշահումները, մասնավորապես, եթե գործատուն անարդարացիորեն խզում է պայմանագիրը կամ շահառուն առանց պատճառի հրաժարվում է աշխատանքից, կիրառվում են համապատասխան մեխանիզմներ գումարների հետ գանձման տեսքով։ Ռուբեն Սարգսյանը կոչ է արել զորացրված երիտասարդներին դիմել տարածքային միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ եւ օգտվել այս հնարավորությունից։ Կոնյակագործները բողոքի ակցիա են իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց պահանջելով վերջ դնել հայ արտահանողների ապրանքներն ու մեքենաները առանց պատճառի օրերով սահմանին պահելուն։ Ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ լաբորատոր ստուգումներն ու անիմաստ քաշքշուկները ֆինանսական մեծ վնաս են հասցնում իրենց։ Դեսպանատնից էլ արձագանքել են, խոստացել հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, փորձելով հարցին տալ լուծում։ Կոնյակագործներն ու բեռնափոխադրողները հավաքվել են Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատան դիմաց եւ հանդիպում են պահանջում դեսպանի հետ։ Հարցնում են ինչու է Ռուսաստանի Դաշնության կամ մերձբալթյան երկրներ արտահանվող իրենց ալկոհոլային խմիչքները, հիմնականում կոնյակը, տարանցիկ երկրում Վրաստանում ստուգումների ենթարկվում։ Ակցիայի մասնակիցներն ասում են իրենց արտադրանքը Վրաստանում չի վաճառվելու, բեռնատարերն օդանավով կամ շաբաթներով պահելու, խմիչքը փորձաքննության ենթարկելու իմաստը որն է։ Պահանջում ենք, որպեսզի տան պարզաբանում, ինչի հիման վրա մեր մեքենաները պահվում են տեղ, Ռուսաստանը արտահանվում մեքենաները եւ Ռուսաստանի Դաշնություն եւ Բելարուսիա։ Այս պահի դրությամբ արդեն այնտեղ ունենք կանգնած 17 եւ ավել մեքենաներ, կան մեքենաներ, որոնցից վերցրել են նմուշներ անալիզի համար, բայց ունենք նաեւ մեքենա, որը բարձրացա գինով, նմուշ չեն վերցրել, ասlen ընդհանրապես մեքենան կարող եք փակել ու գնալ։ Իսկ երբ կլինի պատասխան, ինչքան ժամանակ դա կտևի, ոչ մի պարզաբանում չկա, իսկ մենք ակնկալում ենք պարզաբանում հստակ պատասխաններ, որպեսզի ոչ մեկից գործը չխաթարվի։ Ներկաները պահանջում են նաև վերջ դնել հայ արտադրողների մեքենաներն առանց պատճառի օրերով սահմանին պահելուն։ Պրոշյանի կոնյակի գործարանի արտահանման մասնագետն ասում է, որ ստեղծված իրավիճակում տարբեր գործարաններից արտահանվող բեռները պահվում են Վրաստանի գեզի անցակետում փորձաքննություն անցկացնելու պատրվակով։ Եթե կա խնդիր իրենց կողմից, թող մի հատ իրանք էլ բարձրաձայնեն, մենք մեր կողմից փորձենք պարզաբանում տալ, ինչն է խնդիրը։ Եթե չկա խնդիր մեր գործարանի հետ կապված կամ այլ գործարանների հետ կապված, այդ դեպքում մենք ենք պահանջում պատասխան եւ պարզաբանում, հասկանանք ինչն է պատճառը։ Արդեն 1 ամիս է, ամսի 18-ից սկսած առաջին մեքենան մտել է գեզի անցակետ ու մինչ օրս չունենք ոչ մի պատասխան, ոչ մի անալիզի պատասխան։ Վրաստանի դեսպանատան դիմաց հավաքված քաղաքացիները բողոքի ակցիայի միջոցով փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը հնարավոր բոլոր ատյաններին։ Նրանք պնդում են, խնդիրները պետք է հնարավորինս արագ լուծվեն, քանի որ կրած վնասները բավականին մեծ են։ Ավելին, այն կարող է վտանգի տակ դնել իրենց գործունեությունը, չէ՞ որ պատվիրատուները կարող են այլընտրանք փնտրել։ Դա ոչ միայն կանգնացնում է աշխատանքը, դա նաև ֆինանսապես ենք տուժում, որովհետև բոլոր մեքենաների համար մենք պարտավոր ենք վճարել պարապորտ, չէ՞։ Այստեղ փոխկապակցված է ոչ միայն տուժում է արդեն գործարանը, այս պարագայում տուժում են նաև լոգիստները, վարորդները։ Գործարաններն ասում են, թե կան գործարաններ, որոնց մեքենաները չեն պահվում անցակետում, նաև այդ հարցի պատասխանն են ակնկալում ստանալ, թե ինչի հիման վրա են այդպես վարվում։ Նրանք տեղեկացնում են, որ 1 ամիս է ինչ իրենց առաջին մեքենան մտել է անցակետ ու դեռ այնտեղ է, սակայն մինչև օրս որևէ փորձաքննության պատասխան չունեն։ Ըստ ալկոհոլային խմիչք արտահանող հայկական ընկերությունների ներկայացուցիչների, եթե նախկինում օրվա ընթացքում 4-ից 7 մեքենա բեռ են արտահանել, այս պահի դրությամբ արտահանումները դադարեցվել են։ Հայկական խմիչք արտահանող ընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ ֆինանսական ահռելի կորուստներով են ապրանքը տեղ հասցնում։ Հետևաբար այսպիսի պայմաններում մտավախություն ունեն դուրս չմնալ շուկայի մրցավազքից։ 5 մեքենան, այսինքն 100,000 շիշ ապրանքը չի հասնում տեղ եւ իր արժեքի 100%-ի չափով ես կարող է վճարեմ տուգանքներ։ Խնդրին տեղյակ է նաև էկոնոմիկայի նախարարությունը, ըստ գերատեսչության ղեկավարի վրացական կողմի հետ քննարկումներ են տեղի ունենում։ Ավելին պարզաբանում են, խնդիրը միայն կոնյակի հետ կապված չէ։ Ինչ վերաբերում է Վրաստանի դեսպանությանը, ապա այնտեղ հրավիրվեցին 2 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնց հայտնեցին, որ կապ են հաստատել Թբիլիսի, տեղեկացրել ստեղծված իրավիճակի մասին։ Խոստացել են պարզաբանում ներկայացնել։ Խոստացել են, որ մոտ ժամանակներս դա կլինի 10 րոպեից 2 օրից, պաշտոնական Թբիլիսին հանդես կգա հայտարարությամբ,
հստակ ժամկետներ չեն հայտնել, ասեն 10 րոպե հնարավոր է, նաև հնարավոր է 2 օր, հստակ ժամկետներ ասեցին, որ չեն կարող հայտնել, բայց որ խոստացան պաշտոնական Թբիլիսին հանդես գա հայտարարությամբ, հարցին լուծում, բացատրություն, թե կոնկրետ ինչ հայտարարություն, ինչ որոշում, դա դեռ ոչ մեկ, նույնիսկ իրանք տեղյակ չեն, իրանք դիմել են պաշտոնական Թբիլիսին, հիմա իրանք ոնց որ եւ մենք ակնկալում են այնտեղից պատասխան, իսկ ժամկետները այո, իրենք արդեն դիմել են ու սպասում են պատասխանների։ Իմ տպավորությամբ դեսպանը տեղյակ չէր եւ նորը հարցում տվել, ինքը խոստացավ, որ մոտակա ժամանակներում կստանա պատասխանը եւ կփոխանցի մեզ։ Դուք նշեցիք ամենայնիվ այս պահին վրացական կողմում ալկոհոլ տեղափոխող ավելի քան 30 բեռնատար մեքենա սպասում է իր հերթին լաբորատոր ստուգումների պատասխանները ստանալուն պես կամ ապրանքը հասցնել վերջնակետ կամ էլ հետ վերադարձնել Հայաստան։ Քրդական բանվորական կուսակցությունը օրերս տարածած պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ զինաթափվում է, ինքնալուծարվում եւ դադարեցնում զինված պայքարը։ Ինչպես Թուրքիայի իշխանությունն, այնպես էլ տարբեր երկրներ արդեն ողջունել են քրդերի որոշումը, նշելով, որ պատմական իրադարձություն է տեղի ունեցել, ավարտվել է ամենաերկարատև եւ արյունալի հակամարտություններից մեկը։ Սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ վաղ է այսպես ասած ուրախանալ, քանի որ նման հայտարարություններ քրդերը էլի արել են։ Քրդական հակամարտության նոր դարաշրջանի սկիզբն է Թուրքիայում, սակայն Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը ոչ թե ծաղկում, այլ լուծարվում է։ Այո, Թուրքիայի հետ 47 տարվա զինված պայքարը եւ տասնյակ հազարավոր մարդկանց արյամբ ներկված պատմության այս էջը փակվում է։ Ահաբեկչական ճանաչված կուսակցությունը հայտարարում է, որ քրդական հարցը Թուրքիայում այսուհետև ոչ թե զինված, այլ ժողովրդավարական եւ քաղաքական կարգավորման տիրույթում է։ Զինյալ խմբավորումը 1984 թվականին զենք էր բարձրացրել թուրքական պետության դեմ, ձգտելով երկրի քրդական բնակչության համար ինքնավարության։ Սակայն պայքարը կարծես ավարտվում է կառույցի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ ընթացող խաղաղության բանակցությունների արդյունքում։ Նա փետրվարին պատմական հայտարարությամբ կոչ էր արել իր զինյալ խմբին դադարեցնել զինված պայքարը, վայր դնել զենքերը եւ լուծարվել։ Էրդողանը հայտարարել է, որ կուսակցության եւ Թուրքիայի միջև տարիներ շարունակվող հակամարտության կարգավորման բոլոր խոչընդոտները հաղթահարվել են։ Այսօր կամ վաղը Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը կզինաթափվի եւ կլուծարվի, ասել է Էրդողանը, հավելելով. դրանից հետո կսկսվի նոր գործընթաց, նոր ժամանակաշրջան բոլորի համար, քաղաքականությունը մեծ դեր կունենա։ Էրդողանը զգուշացրել է, որ չնայած այս զարգացումը կարող է շրջադարձային կետ լինել, սակայն գործընթացը պետք է ուշադիր կառավարվի։ Կարող են լինել մարդիկ, որոնք կփորձեն քաղաքականապես շահագործել տեղի ունեցողը։ Էրդողանի այս մեկնաբանությունները հնչում են եւ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական մանևրումների ուժեղացման ժամանակաշրջանում, երբ Թուրքիան ջանք չի խնայում կարգավորելու հարաբերությունները հարևանների հետ եւ վերականգնելու իր ազդեցությունը մերձավոր արևելքում, մասնավորապես Սիրիայում։ Դեպի ահաբեկչությունից զերծ Թուրքիա եւ պատմական շրջադարձային պահ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները մեկ առ մեկ անդրադարձել են ահաբեկչական համարվող կուսակցության որոշմանը։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության եւ թուրքական պետության միջև զինված հակամարտության դադարեցումը կնպաստի ամբողջ տարածաշրջանի կայունությանը, պնդում են թուրք պաշտոնյաները։ Անդրադառնանք այլ թեմաների։ Հարմարվողականություն, կայուն էներգիա, կլիմայական ֆինանսավորում եւ սոցիալական ներառականություն։ Այս հարցերը քննարկելու նպատակով Ճապոնիայի աջակցությամբ Երևանում մեկնարկել էր կլիմայի փոփոխության վերաբերյալ 4-րդ համաշխարհային աշխատաժողովը, որին մասնակցում են 8 երկրների ներկայացուցիչներ։ Կլիմայի ոլորտի փորձագետներ եւ կառավարությունների ներկայացուցիչներ Ասիայից, Մերձավոր Արևելքից եւ Արևելյան Եվրոպայից մեկնարկեց Ճապոնիայի աջակցությամբ Եվրոպայում կազմակերպված կլիմայի փոփոխության վերաբերյալ կլիմայական խոստում նախաձեռնությունների փորձի փոխանակման 4-րդ համաշխարհային աշխատաժողովը, որին մասնակցում են 8 երկրների ներկայացուցիչներ։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հովանու ներքո անցկացվող այս հանդիպումը մասնագետներին հնարավորություն կտա կիսվելու փորձով լուծելու ընդհանուր գործառնական մարտահրավերները, կատարելագործելու կլիմայական ծրագրերի իրականացման ռազմավարություններն ու բացահայտելու տեղական կլիմայական գործողությունների եւ ազգային քաղաքականությունների փոխկապակցվածությունը։ Աշխատաժողովը եզակի հարթակ է համատեղ աշխատանքն ու փորձի փոխանակումը խթանելու համար, քանի որ երկրները մեկնարկում են կլիմայական նոր ծրագրեր Ճապոնիայի լրացուցիչ բյուջեի աջակցությամբ։
Հատկապես կարևորում ենք այս տարվա միջոցառումը, քանի որ երկրները նախապատրաստվում են ծրագրի հաջորդ փուլին։ Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են նաև ամբողջ աշխարհում ազդեցիկ եւ ներառական կլիմայական գործողությունները առաջ մղելու համար, քանի որ մենք ներկայում տեսնում ենք փոփոխվող կլիմա, դրանով իսկ պայմանավորված բարձրացող ջերմաստիճան, ջրհեղեղներ, երաշտներ, որոնք ոչնչացնում են բնական միջավայրն ու կործանում մարդկանց կյանքը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի իրականացմանը նպաստելու կլիմայի փոփոխության դեմ պայքարին միանալու համար։ Մինչև օրս Ճապոնիայի աջակցությունը ՄԱԶԾ կլիմայական խոստում ծրագրի միջոցով միլիոնավոր մարդկանց հնարավորություն է տվել օգտվելու մաքուր էներգիայից եւ կլիմայական կայուն կենսամիջոցներից։ Ճապոնիայի պատրաստակամությունն ավելին է, քան ֆինանսական աջակցությունը։ Այն արտացոլում է գործընկերությունների եւ ներառական կլիմայի առաջընթացի հանդեպ խորին հավատը, նշեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական։ Ինձ համար իսկապես պատիվ է ներկա գտնվել Երևանում անցկացվող այս համաժողովին։ Հուսամ, որ այս ծրագիրը նշանակալի ազդեցություն կունենա Հայաստանի համար, հատկապես էներգետիկ կայունության, ոռոգման համակարգերի տեխնոլոգիաների նորարարացման ոլորտում։ Մեր համատեղ ծրագրերը կուժեղացնեն կլիմայական դիմադրությունը։ Այս աշխատաժողովը պարզապես փորձի փոխանակման հարթակ չէ, այն համատեղ քննարկումների, գաղափարների գեներացման եւ նպատակների ներդաշնակեցման հնարավորություն է, որը մեզ միավորում է որպես երկրներ ու հաստատություններ, որոնք ունակ են գրանցել բազում էֆեկտներ, նաև գործակցել զարգացող երկրների ընդհանուր օրակարգերի համատեքստում, նշեց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը։ Այս գործընկերությունը կարևոր դեր ունի մեր երկրի ենթակառուցվածքային եւ կլիմայական կայուն զարգացման գործում։ Այս պահին սերտորեն համագործակցում ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերջերս մեկնարկված Հայաստանի ջրամբարների կառավարման կարողությունների բարելավում կլիմայական ռիսկերի նկատմամբ դիմակայունության համար ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը կենտրոնանում է մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող միևնույն ժամանակ զգայուն ենթակառուցվածքների վրա եւ լիովին համահունչ է մեր առաջնահերթություններին եւ կլիմայական հարմարողականության օրակարգին։ Ծրագիրը նպատակ ունի վերազինել եւ արդիականացնել ջրամբարների կառավարման կարողությունները, ընդգրկելով հիդրոլոգիական մոնիտորինգի, ամբարտակների անվտանգության, վաղ նախազգուշացման համակարգերի, ինչպես նաև պարասվածության եւ արձագանքման կարողությունների զարգացումը։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի խոսքով այս ծրագրերը կարևոր դեր են խաղում զարգացման հրատապ կարիքներ ունեցող երկրներում արագ եւ բարձր ազդեցությամբ կլիմայական գործողություններ իրականացնելու համար։ Ըստ նրա, դրանք գործում են որպես արագացուցիչներ, փորձարկելով նորարարական լուծումներ եւ ստեղծելով ինստիտուցիոնալ հիմքեր մասշտաբավորման համար։ Ճապոնիայի ներդրումը Հայաստանում շատ գործնական, նպատակային եւ փոխակերպող բնույթ ունի։ Այդ ներդրման միջոցով առարկայական փոփոխություններ են արձանագրել մեր համակարգի արդիականացման գործում։ Էապես բարելավել է եղանակի կանխատեսման եւ հիդրոօթերևութաբանական ավտոմատ դիտարկումների, արբանյակային արդիական տվյալների ընդունման, շրջակա միջավայրի մոնիտորինգի համակարգերը, մշակվել է բջջային հավելված, որի միջոցով հասարակությունը իրազեկվում է եղանակային կանխատեսումների, վտանգավոր երևույթների եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի կարևոր ցուցանիշների մասին, բարձրացնելով ազգային պատրաստվածությունը կլիմայական ռիսկերի նկատմամբ։ Քառօրյա աշխատաժողովի օրակարգում ներառված են մասնագիտական նիստեր, փորձի փոխանակում եւ այցելություններ Հայաստանում ֆինանսավորված ծրագրերի իրականացման վայրեր։ Մասնագիտացված նիստերում ՄԱԶԾ-ի տարածաշրջանային տեխնիկական խորհրդատուները երկրների թիմերին կտրամադրեն ուղեցույցներ, թե ինչպես մշակել եւ իրականացնել ծրագրերը, որպեսզի դրանց երկարաժամկետ ազդեցությունը հասցվի առավելագույնի։ Հիշեցնենք, որ ՄԱԶԾ կլիմայական խոստումը ՄԱԿ-ի կլիմայական գործողություններին աջակցության ամենամեծ ծրագրային պորտֆելն է, որն աշխատում է 140-ից ավելի երկրներում եւ տարածքներում, ուղղակիորեն օգուտ բերելով 37 միլիոն մարդկանց։ Պորտֆելն իրականացնում է ավելի քան 2.3 միլիարդ ԱՄՆ դոլարի ծրագրեր, հիմնվելով ՄԱԶԾ-ի փորձառության վրա հարմարվողականության, մեղմացման, ածխածնային շուկաների, կլիմայի եւ անտառների, նաեւ կլիմայական ռազմավարությունների եւ քաղաքականության ոլորտներում։ Ապագա բարեգործական հիմնադրամը շարունակել է ամրապնդել կամուրջը կրթության եւ աշխատանքի միջև ընդլայնելով կրթությունից աշխատանք մեկ քայլ ծրագիրը։ Պետական գերատեսչությունների եւ բուհերի հետ գործակցության արդյունքում ավելի մեծ թվով ուսանողներ են ստանում հնարավորություններ աշխատելու իրենց մասնագիտությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել ուսանողներին ունենալ մասնագիտական զբաղվածություն միաժամանակ լուծելով կադրային պակասի խնդիրը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտում։
Ապագա բարեգործական հիմնադրամը շարունակում է ընդլայնել իր կրթությունից աշխատանք մեկ քայլ ծրագիրը, գործակցելով պետական գերատեսչությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։ Ծրագրի նպատակն է աջակցել ուսանողներին ունենալ մասնագիտական զբաղվածություն, միաժամանակ փոխհատուցելով նրանց ուսման վարձի մինչև 80%-ը։ Ուսանողներին փորձում ենք ապահովել լավագույն գործընկեր կազմակերպություններում մասնագիտական պրակտիկայով։ Բացի այդ, ունենք թոփ մենեջերներ մեր գործընկեր կազմակերպություններում, ովքեր պատրաստակամ են ապահովել մասնագիտացված դասընթացներ ուսանողներին, որից հետո լավագույն ուսանողներին ընդգրկում ենք հենց համապատասխան կառույցներում հիմնական աշխատանքի։ Ապագա հիմնադրամը շուրջ 8 տարի է աջակցում է սոցիալապես խոցելի ընտանիքներին, սակայն վերջին 3 տարիներին կենտրոնացել է հատկապես ուսանողների կարիքների վրա։ Ուսանողներն ընտրվում են մրցութային հիմունքներով՝ մոգի, տրամաբանական և անգլերեն թեստերի, նաև աշխատանքային մոտիվացիայի գնահատման հիման վրա։ 2 տարվա ընթացքում աջակցություն է ստացել 40 ուսանող, որոնցից 32-ն արդեն աշխատում են իրենց մասնագիտությամբ։ Տնտեսագետ, լոգոպեդ, էրգոթերապևտ, հաշվապահ, ծրագրավորող, այսինքն բոլոր ոլորտներից քիմիկ, ինժեներ էլեկտրիկ, այն որ ցանկացած ոլորտից այսպես պահանջարկ ունենք եւ փորձում ենք գտնել այդ ուսանողներին եւ տրամադրել մեր աջակցությունը։ 2025 թվականի ծրագրում կներառվի առնվազն 70 ուսանող 30 մասնագիտությամբ։ Աշխատանքային գործընկերների թիվը հասել է 15-ի, որոնց թվում են նաև պետական գերատեսչությունները։ Ֆինանսների նախարարությունն օրինակ որդեգրել է երիտասարդների ներգրավման քաղաքականություն։ Ֆինանսների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանի պնդմամբ վերջին 4 տարում համակարգ են մուտք գործել 39 ուսանող եւ նրանցից շատերն արդեն աշխատանքի են անցել։ Այս փոխգործակցությունը բավականին էական արդյունքներ է տվել եւ մեր հիմնական մոտեցումը ոչ միայն մասնագիտական ուղղվածության վրա զարգացումն է, այլ նաեւ արժեքային հենքով առաջնորդվող երիտասարդների ներգրավումն է որպես այդպեսին։ Եվ այս տրամաբանության շրջանակներում մենք հասկացանք, որ պետք է ինստիտուցիոնալ ձևով վերաբերվել այս խնդրին եւ ունենալ ոչ թե ուղղակի պարզապես այսպես կարճաժամկետ որոշակի ինչ-որ ծրագրեր, այլ հիմնված որոշակի համաձայնագրի կամ պայմանագրի վրա, որտեղ որ արդեն բոլոր տեսակի փոխհարաբերությունները կառույցների հետ կլինեն ավելի համակարգված։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էլ կարևորում է տեխնոլոգիական ուղղվածության մասնագետների պատրաստումը AI նախագծերի կառավարում, կիբերանվտանգություն եւ այլ ոլորտներում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Հրանուշ Վարդանյանը նշել է. Նախարարությունը իր հերթին անում է ծրագրեր, որտեղ թիրախավորում է եւ հիմնական շահառուները հենց ուսանողներն են։ Սա մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող համագործակցություն կարող է լինել։ Ինչպես նաև հետագայում այդ մեր վերապատրաստած կադրերին մեր ռազմավարությունից բխող թիրախային մասնագիտությունների շարքում եւ մենք նաև առանձնացրել ենք մասնագիտությունների շարք, որոնցով կուզենանք վերապատրաստել ուսանողներին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգման գծով խորհրդական Եվգենի Վարդանյանն էլ նշել է, որ ծրագրին միանալու նպատակը կադրային համալրումն է, հատկապես սոցիալական աշխատանքի ոլորտում։ Մենք ունենք զբաղվածության նոր ռազմավարություն, որով երիտասարդները եւս հռչակված են թիրախային խումբ, եւ այդ ուղղությամբ մենք մշակում ենք այս պահին տարաբնույթ ծրագրեր, որպեսզի երիտասարդները կարողանան օգտվել աշխատաշուկա մուտք գործելիս, եւ սա շատ լավ հնարավորություն է կրկին երիտասարդներին աջակցելու համար։ Ըստ բանախոսների, ծրագրի հիմնական մարտահրավերը մնում է ուսանողների փորձի պակասը, ինչը հաճախ խոչընդոտ է գործատուների համար։ Նրանց պնդմամբ գործատուները պետք է վստահեն ուսանողներին եւ հնարավորություն տան դրսեւորվելու։ Հիմնադրամը կարևորում է նաեւ ուսանողների մոտիվացիայի բարձրացումը եւ մասնագիտական կողմնորոշման հստակեցումը։ Կրթությունից աշխատանք մեկ քայլ ծրագիրը դառնում է կարևորողակ ուսանողներին աշխատաշուկա ինտեգրելու գործում, նպաստելով երիտասարդ մասնագետների կարողությունների զարգացմանը եւ կադրային պակասի համալրմանը պետական ու մասնավոր հատվածներում։ Ծրագիրն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ, իսկ առաջիկայում ակնկալվում է գործակցության ընդլայնում այլ պետական գերատեսչությունների հետ։ Արտառոց եւ բացառիկ դեպք Հայաստանում մայիսի 11-ին ուժգին քամիների հետևանքով 23-ամյա հղիկինը ստացել է կյանքին սպառնացող վնասվածք, սակայն արհեստավարժ բժշկական հրատապ միջամտության եւ չծնված երեխայի շնորհիվ երկուսն էլ փրկվել են։ Երեխան լույս աշխարհ է եկել ճակատի հատվածում խոր վերքով։ Մասնագետները խոստովանում են, նման դեպք իրենց երկարամյա պրակտիկայում երբևէ չի եղել։
Արտարոս դեպք է տեղի ունեցել Հայաստանում։ Դեռ լույս աշխարհ չեկած երեխան փրկել է մոր կյանքը, ինքը ծնվել վնասվածքներով։ Մայիսի 11-ին Հայաստանում տեղի ունեցած ուժգին քամիների հետևանքով 23-ամյա հաղեկինը վտանգավոր իրավիճակում է հայտնվել։ Տանիքից պոկված թիթեղը հարվածել է նրա որովայնին, պատճառելով լուրջ վնասվածք։ Շտապ տեղափոխվելով Էրեբունի ծննդատուն, նա ընդամենը 7 րոպե անց վիրահատվել է, կատարվել է կեսարյան հատում եւ ծնվել է աղջիկ։ Ծանր վնասվածքով, բայց ապրելու կամքով։ Նորածինը լույս աշխարհ է եկել ճակատի ձախ հատվածում 5 սանտիմետր պատրվածքով։ Երեխան անմիջապես տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ էլ վիրահատվել է։ 23-ամյա Ռուզաննա Հարությունյանը մինչև օրս չի կարողանում հավատալ, կատարվածը ոչ այլ ինչ է, քան հրաշք։ Նա պատմում է. Դեպքը տեղի է ունեցել մայիսի 11-ին ուժեղ քամու հետևանքով դուրս է եկել բալիկից ներս տանելու, ինքը դրսում էր, որպես ինքը չվնասվեր, բայց ես իրան չհասա այդ դեպքի ժամանակ տանիքից թիթեղը պոկվեց ու հարվածից ինձ վնասեց, դրա հետևանքով պատրվածք ստացա։ Կնոջն օգնության է հասել հարևանը, քանի որ Ռուզաննայի ամուսինը քաղաքում չէր, իսկ ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել։ Մեր տուն հյուրեր էին եկել այդ պահին, բղավոցից դուրս եկան տնից ու միանգամից կանչեցինք հարևանին, որը մեքենա ուներ, իմ ամուսինը այդ ժամանակ տանը չէր, քաղաքում չէր։ Կանչեցինք հարևանին ու իրա շնորհիվ, եթե շտապօգնությունը մենք շտապօգնության դիմեինք, հաստատ ես չէի փրկվի, իրա շնորհիվ, որ ես հիմա ստեղ եմ, փրկված եմ, ինքն է ինձ շատ օգնել։ Բժիշկները հասկանալով իրավիճակի լրջությունը, ընդամենը 7 րոպեում վնասվածք ստացած կնոջը նախապատրաստել են կեսարյան հատման։ Ռուզաննան դեռ չի տեսել իր նորածին աղջկան, Մարինեին, քանի որ նրան վիրահատել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում։ Չեմ տեսել երեխային, միայն նկարներով։ Երեխայի վիճակը կայուն է, հիմա այս պահին գնահատվում բավարար, իրան կերակրում են արհեստական, այս պահին դեպի արդեն ինքը լավ է գնում։ Ռուզաննան, որն արդեն 3 երեխաների մայր է, իր հետ տեղի ունեցածից հետո փրկվելն ուղղակի հրաշք է համարում։ Նրա ընտանիքի անդամները, ամուսինը եւ 2 երեխաներն արդեն տեսել են նորածին Մարինեին, իսկ ինքը Ռուզաննան սպասում է լիարժեք ապաքինմանը, որ գրկի իր փրկիչ աղջկան։ Բժիշկ Անդրանիկ Պողոսովիչն էլ նշում է, որ իր աշխատանքային պրակտիկայում երբևէ նման դեպք չի արձանագրվել։ Այսպիսի դեպք արդեն 45 տարին լրացել է, ես չեմ տեսել այսպիսի դեպք, որ բնության աղետի պատճառով հղիգինը այդպիսի վնասվածք ստանա, սա ուղղակի բնության աղետի հետևանքով եւ բնության, ասենք, բարձրյալի ոնց որ հրաշք կլինի, որ այդ կինը եւ նորածինը փրկվել են։ Վիրաբույժ Նարա Ադամյանն էլ նկատում է, կյանքին սպառնացող հիմնական վտանգը ոչ թե որովայնի այլ օրգանների, այլ հենց արգանդի վնասվածքի հետ էր կապված։ Նորածինը ծնվել է ծանր ձախ ճակատային հատվածում խոր վնասվածքով, որը կարող էր ուղեղի եւ գանգուղեղի լուրջ խնդիրներ առաջացնել։ Այդ պատճառով նա անմիջապես տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն խոր հետազոտման եւ վիրաբուժական միջամտության համար։ Արդեն իսկ հրավիրված վիրաբուժի կողմից հաշվի առնելով դեպքի սպეციფիկան եւ վերքի խորությունը կատարվել է որովայնի ներքին օրգանների ռևիզիա եւ ի ուրախություն բոլորիս որևէ վնասվածք, որևէ այլ տրավմա օպերացիոն չի հայտնաբերվել։ Մոր եւ նորածնի վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Դեպքը, որ եզակի է հայաստանյան բժշկական պրակտիկայում, ընդգծում է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքի եւ մասնագիտական ճիշտ մոտեցման կարեւորությունը։ Փաստը մնում է փաստ։ Չնայած մորը փրկել է դեռ չծնված երեխան, սակայն նրանց երկուսի կյանքը հաջողվել է փրկել արհեստավարժ ու սրտացավ բժիշկների շնորհիվ։ Այսպիսին էր անցնող շաբաթը։ Հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։